Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ վերլուծաբան Արգիշ Տիկիվիրյանի հետ, շնորհակալ եմ պարոն Տիկիվիրյան մեր հավերն ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ գնաց Էստոնիա եւ գնաց այսպես ասած հարգելու այսպես կոչված կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակը հավերժացնող այդ հուշակոթող։ Իհարկե սա հետաքրքիր է դիտարկել այն տեսանկյունից, այստեղ նաև հետաքրքիր կլինի քո վերլուծությունը, որ Փաշինյանը Էստոնիա գնաց նախ անսպասելի, երկրորդը այն բանից հետո, երբ ծագումով էստոնացի Կայա Կալասը, ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը հայտարարել էր, որ ԵՄ գնալու ակնկալիք ունեցող պետության ղեկավարները չփորձվեն մասնակցել մայիսի 9-ի մոսկովյան շքերթին։ Մենք գիտենք, որ Փաշինյանը առնվազն մի քանի շաբաթ առաջ հաստատել է, որ գնալու է։ Հիմա ձեր գնահատմամբ այդ ֆիլմ կար, չէ՞, կամ ֆիլմ էր կամ գովազդ էր, երբ մարտարվեստի մասնագետ Վանդամը այսպես շպագատ է իջնում, այդ Վոլվոները հեռանում են, իր ոտերը, հիմա ճողվածք չի ստանալու Նիկոլ այս շպագատ իջնելուց, փորձել այնտեղ կոմունիզմի զոհերի հիշատակը հարգել, այստեղ գնալ կոմունիստների արձանագրած հաղթանակի շքերթին մասնակցել։ Գիտեք, այդ երկու տեղերում էլ այնպես չի, որ Նիկոլին լուրջ են ընդունում, ինչ-որ ակնկալիքներ այս պահին ունեն, և ըստ դրա ձեր ասած կարող է ճողված կառաջանալ։ Ճողված կարող է առանակ, նայեք, կարող է Ուկրաինայում առաջանում է ճողված, որովհետև այդ երկիրը բոլոր կողմերին շատ պետք է։ Այս պահին Նիկոլը ոչ մեկին պետք չի։ Ինքը այդ ճողված կառաջանա, եթե կողմերից մեկը լիներ Ադրբեջանը կամ Թուրքիան, միանշանակ կառաջանար։ Թե չէ նայեք, ասենք ԵՄ-ն հոյակապ գիտեն, որ Հայաստանին չեն ընդունելու, ճիշտ է։ Հայաստանը գնա, չգնա, այնպես չի, որ ասենք չգնա, իրան ԵՄ-ն ընդունել։ Կամ ասենք այս պահին Ռուսաստանը զբաղված է իր համար շատ ավելի կարևոր գործերով, եւ ըստ դրա էլ Նիկոլը իր համար երկրորդական է։ Երրորդական անգամ կարելի ասել 20-րդական է։ Սրանով է պայմանավորված, որ ինքն էլ է հասկանում, որ այսպես իր աճպարարությունները այստեղ կամ այնտեղ, քանի որ ինքը ոչ մեկին չի հետաքրքրում այս պահին, իր համար լուրջ ինչ-որ հետևանքներ չեն կարող ունենալ։ Դրա համար էլ դուք տեսնում եք, չէ, ասենք, հակառուսական այդ հիստերիան, որ կապել են ժամանակակից։ Հիմա դուք ասում եք չի հետաքրքրում, այդ հարց է ուզում։ Ալեն Սիմոնյանը ասում է ռուսները ուզում են այստեղ իշխանություն փոխել։ Հենց դրանով է պայմանավորված։ Եթե Ռուսաստանը կոնկրետ զբաղվեր Հայաստանով, նման ամեն մի հայտարարություններ իրանց վրա շատ ծանր կնստեր։ Իսկ իրանք տեսնում են, որ 1, 2, 3 Ռուսաստանը զբաղված է իր գործերով։ Եվ դրա համար իրանք կարողանում են թույլ տալ տարատեսակ նմանատիպ հայտարարություններ։ Բայց արևմուտքին պետք չեն այդ դեպքում այդ հայտարարությունները ում համար են։ Այդ հայտարարությունները ներքին սպառման համար են։ Իրանք այդ բոլոր հայտարարությունները պայմանավորված են ընտրություններով այս պահին։ Եկող խորհրդարանական ընտրություններով։ Նայեք, Հայաստանում ձևավորված է հակառուսական ինչ-որ հասարակական շերտ, եւ պետք է այդ հասարակական շերտի ձայները փորձել տանել։ Դրանք բոլորը պայմանավորված են զուտ այդ ներքին քաղաքական խնդիրներով։ Վերջի ասենք, գիտեք ոնց է, ինչքան էլ իրենք լինեն, ասենք, խելապակած, իրանք գոնե գիտեն, չէ, որ Հայաստանը ԵՄ չի ընդունվել։ Մոտակա, այսպես ասած, ոչ 1, 2, 3 տարում, ոչ էլ 10 տարում։ Իրանք տեսնում են, չէ, ասենք,
Ուկրաինայի օրինակը, Վրաստանի օրինակը, իրանք շփում են, չէ, այդ նույն ԵՄ-ի պաշտոնյաների հետ փակ դռների հետևում։ Իրանց ինչա ձեզ թվում է փակ դռների հետևում ասում են մենք ձեզ ուրվորա ԵՄ ենք ընդունելու։ Այդ մարդկանց հետաքրքրում է իշխանությունը եւ հանուն իշխանության իրանք դիմում են այդ աճպարարությունների։ Դա զուտ պայմանավորված է ներքին քաղաքական օրակարգով եւ եկող խորհրդարանական ընտրություններով։ Ընդ որ մետաքրիր է ձեր մտքին որպես հավելում ասեմ, որ դիվանագետների արդեն նախկին դիվանագետներից մեկը մի օր պատմեց ոչ հրապարակային, որ երբ որ Հայաստանի շուտ հապկի դեմ ակտիվ այսպես արշավը սկսվեց, Նիկոլ Փաշինյանը արևմտյան շրջանակներում ասել էր, որ մենք պատրաստ ենք հապկից դուրս գալ, ասեք ինչ անենք, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ասել էր, մենք ձեզնից այդպիսի բան չենք սպասում, որովհետև հապկից դուրս գալով մենք չենք կարողանում ձեզ անվտանգություն ապահովել։ Այսպես որ գնացեք, խոսեք, բան ոնց որ ֆրանսիացիների ու արևմուտքի ասված է էսը, որ շներ կան, չէ՞ որ հաճում են, բայց չեն կծում։ Նո հաճացեք, բայց մի կծեք, որովհետև այդ կծելու պատասխանը մենք պիտի տանք։ Նայեք, ուրեմն երբ որ 2018-ին այս թիմը եկավ իշխանության, պարզ է, որ առաջի տարիները, օրինակ նման քայլեր անում են, գիտեք ոնց է, ՀՀՇ-ն հենց որ նոր էր եկել իշխանության։ Հեռավոր 1990-ականներին։ Այն ժամանակ էլ 1-2-3 տարի հետո իրանք հասկացան, ասենք, խաղի կանոններ ինչ որ չափով։ Չեմ ասում, որ ասենք դարել էին ասեր, դե բայց վերջի հենց որ դու շփվում ես մշտապես այդ պաշտոնյաների հետ, փակ դռների հետևում, ինչքան էլ անխելքն ես, մի բան վերջի հասկացում ես հասկանա։ Հիմա նույնն էլ այս իշխանությունները։ Կարող է 2018-ին, այսպես ասենք, շատ ճակերտավոր ձևով իրանց պատկերացումները խիստ ռոմանտիկ էին։ Բայց հիմա իրանք վստահ են, որ հասկանում են, որ ԵՄ-ում իրանց ոչ մեկը չի սպասում, իսկ Ռուսաստանը զբաղված է իր ներքին խնդիրներով։ Ոչ թե ներքին, Ուկրաինան վերջի այսպես ասած, քանի որ այդ տարածքները միացրել են, ներքին խնդիր է, ես դրա համար այդ տերմինը օգտագործեցի։ Հա, նայեք, վստահ եղեք, հենց որ իրանք տեսնեն, որ Ռուսաստանը թեքվում է կոնկրետ այս տարածաշրջան, նույն Ալեն Սիմոնյանը կարմիր այսպես դրոշով եւ կարմիր մայկատրուսիկով կարող է ինչ-որ ասենք շքերթներ անցկացնի։ Այդ մարդիկ որևէ սկզբունք չունեն, հիշում եք 2018-ին, հենց որ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության, ասում էր, որ մենք որևէ իզմեր չունենք։ Այսինքն իրանք պատրաստ են ամեն պահի գունափոխվել։ Միմիայն թե այո, որտեվ իզմեր չունենալ նշանակում չունենալ նաև սկզբունքներ, կարմիր գծեր։ Իհարկե, վստահ եղեք, ասում եմ, օրինակ հենց դրանով է պայմանավորված։ Դե միակ բանն էր, որ Նիկոլը ճիշտ է ասել, կարծեք թե։ Դե, չէ, գիտեք ոնց է, այդ պարագայում ինքը որոշակի ազնիվ է եղել։ Այո։ Որ անկեղծ ասելա, որ որևէ իսկ չունենք։ Եթե իրանց պետք լինի, իշխանության պահելու համար, ասենք, ինչ որ քայլ անել, իրանք առանց խորշելու այդ քայլերը կանեն։ Հիմա տեսեք, հարգելի արգեշտի, ուրեմն ակնհայտ է նաև որ Նիկոլ Փաշինյանը ներսում բավական թուլացել է։ Սրա մասին ինչն է փաստում, որ Արամ Զավենիչը, փաստորեն Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանուր իշխանության ականջից բռնած տանում է այսու այն կողմ եւ Նիկոլ Փաշինյանը, որը հանրության առաջ իրեն հավատացող հանրության առաջ մաչոյի կերպարում երևալու համար, հա, մեր հովոյին հետապնդեց այդքան քրեական գործեր, մեր հովոն բան Սուրեն Ավանցի, այո, Հակոբ Ասլանյանին, այն նավակ ճոճողին ընդհանրապես հանեցին, մանդատը վայր դրեց, հա, Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, ինչի համար, որ մեկը հայոյել էր, մեկը ինչ որ իրեն վատ էր պահել, մեկը ինչ որ միջադեպի էր մասնակցել Արգիշտի Քարամյանի հետ, բայց հետո կառավարությունում հրաժարականներ եղան, այդ նույն Քարամյանը ու մնացածները, բայց նոր-նորքի թաղապետը փաստորեն հրապարակային քաղաքացու է ծեծի ենթարկում եւ հանրապետություն կուսակցությունը Զավենիչի գլխավորությամբ ասում են ըստ էության ուլտիմատում են դնում իշխանության առաջ։ Հիմա բայց եթե Նիկոլ Փաշինյանը թույլ չլիներ, այդ ուլտիմատումը ոնց որ թե չէր աշխատի, որտեղ ընդամենը 5-6% ուժ է։ Այն ժամանակ երբ դեռ աղջիկ էին։ Սա ինչի մասին է խոսում։ Ինչքան է թուլացած իշխանությունը։
Նայեք, ես նման կարծիքի չեմ, Բորիս։ Եկեք փորձեմ կետ առ կետ ձեր այդ ասացի կապակցությամբ պատասխանել։ Առաջինը, եկեք համեմատենք 2020 թվականի հետ կամ 21 թվականի հետ։ Եթե համեմատում ենք 2020-21 թվականը եւ 2024-25 թվականները, Նիկոլ Փաշինյանը հիմա է ուժեղ, թե այն ժամանակ։ Ուժեղ ասելով, իշխանության հետ կապված հասկանում ենք, հենց որ դու առավելագույնը կարողանում ես վերահսկել պետական համակարգ եւ ուժային կառույցները։ 2024-25 թվականին այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ավել կարողանում է վերահսկել եւ պետական համակարգը եւ ուժային կառույցները եւ դատական համակարգը։ 2020 թվականին հիշում եք, որ ասենք ում ինքը ուզում էր նստացնել 3 ժամ հետո այդ մարդը դրսում էր։ Այսօրվա դրությամբ իրանք երկար ժամանակ կարողանում են ըստ իրենց քմահաճույքի ցանկացած ոգի ուղարկել բանտեր ու բավականին երկար ժամանակ։ Դա ինչ է ցույց տալիս։ Դա ցույց է տալիս, որ իրենք այս մի քանի տարիների ընթացքում կարողացան իրանց տոտալ վերահսկողության տակ վերցնել եւ ուժային կառույցները, եւ դատական համակարգը, եւ պետական համակարգը։ Այս դեպքում ինչով եք բացատրում այս վարկագիծը։ Հիմա ասեմ, ուրեմն նայեք, ասել, որ այս պահին իրանք ենթարկվում են այդ թիմը, ուրեմն բանի Դավալուի հանճարի շանտաժներին, մի քիչ չափազանցություն կլինի։ Ուրիշ տեսակետից մի հատ նայեք, հարուցվել է քրեական գործ եւ բոլոր կողմերին Նիկոլ Փաշինյանը նույն Արամ Զավենի Սարգսյանի թիմակցիցներին կախել է, այսպես ասած, վերշոկայից։ Խելոք չպահեն, կգնան բանտ։ Խելոք պահեն, կմնան դրսում։ Այսինքն իրանք այս պահին ավելի քան կախվեցին Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն դժվար է պաշտոնանկ անել եւ նաեւ պահել քրեական գործ։ Ինչ խնդիր կա։ Չէ, ներողություն, չէ որ այդ պաշտոնանկ չանելը ի վերջո հիմա մեղադրանքները հանրության շրջանում ուղղվում են արդեն Նիկոլ Փաշինյանին։ Նայեք, ուրեմն նորից եմ ասում, նայեք, Բորիս։ Իրանց հետաքրքրում է իշխանությունը։ Եթե նայում ենք իշխանություն պահելու տեսակետից, ուրիշ բան իրանց չի հետաքրքրում, ոչ հասարակության առողջացում, ոչ հասարակության մեջ առողջ բարքերի, այսպես ասած, ինտեգրում, ոչ ասենք արատավոր բարքերի դեմ պայքար եւ այլ։ Նման բաներ իրենց չի հետաքրքրում։ Իրանց միայն հետաքրքրում է իշխանությունը։ Դուք դրա համար այդ տեսանկյունից փորձեք նայել։ Հենց որ նայում եք այդ տեսանկյունից, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այսինքն, երբ որ կա այս քրեական գործը, Արամ Զավենի Սարգսյանը փորձելու է թփրտալ։ Երբ էր փորձել թփրտալ։ Չէ, նայեք, ուրեմն դու միշտ պետքա կանխարգելիչ ապահովագրվես։ Առավել եւս ինքը հոյակապ այդ մարդկանց ճանաչումը, այդ մարդիկ այնպես չի, որ ասենք Նիկոլ Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար են իր կողքը։ Դա կոնկրետ թիվ արժեր։ Դրա համար հիմա այս մի քրեական գործ, վաղը կարող է 2 քրեական գործ լինել, 3 քրեական գործ։ Ընդ որում դա ուրեմն նայեք, ինչի է Արամ Զավենի Սարգսյանը, հենց որ իրանց թիմակիցներից մեկը հայտարարեց, որ եթե սրան կալանավորեք, մենք մանդատը վայր կդնենք, մի անգամից շտապեց հայտարարել, որ չէ, մենք կոալիցիայից դուրս չենք գա որևէ բան։ Հասկանում ես։ Ինքը հասկացավ, ինքը ի տարբերություն իր այդ թիմակցի Նիկոլ Փաշինյանին ճանաչում է։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ընդամենը ձեռք բերեց լրացուցիչ միավոր ընդդեմ Արամ Զավենի Սարգսյանի։ Մինչև եթե Զավենիչի ծառայությունների համար վճարում էին ինչ-որ առավելություններ ու հիմա քրեական օգտվել են։ Հիմա կարող է Արամ Զավենի Սարգսյան իր թիմակիցներով տանի վճարի, հասկանաս։ Հետաքրքիր կոմբինացիա։ Դա իր համար լավագույն կոմբինացիան եղավ։ Եթե իր, այսպես ասած, Դավալուի հանճարները մի քանի քրեական գործել, այսպես ասած, ապահովեն, շալակեն։ Ապա դրանից հետո հաստատապես իրանք կվազեն։ Լավ, ինչի մասին էր այդ
դավալեցի փիլիսոփայի մոտեցումներ, որ սա բան Բուչայի համար էր, չգիտեմ, massive-ի այդ մարտերը, եվրոպական արժեքներ էին իրանք պաշտպանում։ Այն օրը այդ դավալեցի երիտասարդի թիմակիցը ասում էր, որ ի տարբերություն նախկինների մենք ուղի եթերում ենք արդեն մարդ ծեծում, ոչ թե դալաններում։ Սա առաջընթաց է եվրո ստանդարտներին համապատասխանող։ Դե նայեք, խնդիրը որն է, եթե շատ հումորը լավն էր, բայց եթե հումորը թողնենք մի կողմ, Բորիս, իսկ ինչ ասի։ Ասի, որ ասենք քյալու ենք եղել, ընկել ենք թակարդը։ Պարզա պետք է դա պատճառաբանի, որ ասենք կարող է պատճառաբանել, ասենք ավարայրով։ Նու Նիկոլիս էլ ընդ որում սովորել են ինչ որ առումով։ Այո։ Բայց ոնց որ արդեն անցնում են Նիկոլը։ Դե գիտեք, միշտ սկսում է կատարելագործում։ Հիմա պարզ է, որ դրանով պետք է իրանք փորձեն պատճառաբանել։ Վաղը կարող է ասենք կապեն նայեք այս ծեծը հոկտեմբերի 27-ի հետ։ Ու արդեն կապել են ուշադրություն։ Պաստորեն չեմ էլ նկատել, հա։ Հոկտեմբերի 27-ի հետ կկապեն, ասենք կկապեն, չգիտեմ, ասենք Վազգեն Սարգսյանից լույս աշխարհ գալու հետ։ Հանում եք։ Դա օրինակ այդ տակտիկան հաստատապես իրանք սովորել են Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն էլ էր, չէ, ասենք իր բաները, այսպես պատուհասությունները կապում ինչ որ ասենք պատմական գործողությունների հետ։ Հիմա սրանք էլ ասենք Բուչա գնացել, ասենք կպարզվի, որ Պուտիննա չէ, ասենք այդպես չէ, պարզվելուն ասվել է։ Մոտավորապես հա, սա պլանավորվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Չէ, դե գիտեք ոնց է, փաստորեն ցածր են վերցրել։ Ընդ որում ասում է Վալերի Գերասիմովը ուղ եթերում հետևել է այդ գործողությանը։ Կառավարել է։ Նայեք, Բորիս, ցածր են վերցրել։ Պետք է ասեն, որ անձամբ Պուտինն է։ Անձամբ Պուտինը կազմակերպել է այդ գործողությունը, հետևել է ուղիղ եթերում։ Հասկանում եք, Պուտինին այսօր ոչ Ուկրաինան է հետաքրքրում, ոչ ռուս-ամերիկան հարաբերությունները, ոչ ասենք ռուս-չինական հարաբերությունները, իրան հետաքրքրում է Մասիվի հա, այդ թաղապետարանում դրա կազմակերպումը, որը ինքը պլանավորել է, ծրագրավորել է, կյանքի է կոչել եւ ուղիղ եթերում էլ այսպես հետևել է, կոորդինացրել է, ոնց իր ուշքն ու միտքը եղել է Արամ Զավենի Սարգսյանը։ Արգիշտի հետաքրքիր գիտես ոնը մենք այսպես ասում ենք իհարկե լավ ենք անում որ նաև ծաղրում ենք այս որտեղ ծաղրածուներ են սրանք բայց ինձ զարմացնում է այդ մարդուն հավատացող կամ հետևող քաղաքացիների թիվը լավ էս ինչա որ այսքանից հետո մարդիկ տենում են չէ ակնհայտ սրիկայությունը հանցագործությունը էլ կապեցին Բուչայի հետ էլ չգիտեմ Եվրոպա գնալու այդ ստորագրահավաքի հետ էլ եվրոպական արժեքների հետ հա ցանկացած adekvat մարդ ուղղակի կմոռանար սրանց քաղաքական ծաղրածուներ են իրականում հիմա մենք սա նաև հանրության մեր հանրության ցավոք սրտի որակի մասին չի խոսում որ Արամ Զավենի Սարգսյանի նմանները կարողանում են ունենալ լսարան ֆրակցիա ինչ որ քաղաքային մակարդակում թեկուզ նայեք Բորիս կարող է ինչ որ մաս իհարկե Արամ Զավենի Սարգսյանը փորձում է խաղալ բայց մնացած առումով այդ մարդը այդպիսին է բնական հա իր ինտելեկտը այդքան է իր մտածելակերպը այսինքն մտավոր ունակությունները այդպիսին են հիմա հասարակության մի հատվածինն էլ է այդքանը դրա համար ինքը իր տեսակին իր ինքը նայեք լսում է ընտրում է նրան ում ինքը հասկանում է հիմա պատկերացրեք ասենք Արիստոտելը կամ Պլատոնը խոսար այդ մարդիկ չեն ընկալի չէ որևէ ձևով դա իրանց համար ինչ որ ասենք մութ անտառ է կասեն էսով է իսկ իրանց տեսակը այսինքն այդքան որ իր ինտելեկտով կարողանում է այդքան աշխարհը ձևավորել այդ ձևով տեսնել ինչ որ ասենք x% է կազմում եւ այդ x%-ն էլ ընտրում է իր տեսակին այո դա վկայում է որ հասարակության մեջ այո կա այդքան տոկոս
որի ինտելեկտուալ կարողությունները այդքան են։ Չէ, բայց սա հայտնի անեկդոտի պատմության նման է, որ Վարդանիկը դպրոցից ուշանում է, ընկեր Մարգոն հարցնում է, թե ինչ է ուշացած, ասում է տատիկս էր մացած, ասում է, բայց այս տարի 4 անգամ տատը արդեն մեռել է հիմա։ 4 անգամ, քանի անգամ Արամ Զավենիչը այսպես կարողացավ հանրության ինչ-որ տարբեր հիմարություններ կապեն եվրոպական արժեքների հետ։ Նայեք, այսինքն Իրենց Բուչա գնալ, թաղապետի Բուչա գնալը համարում են Ռուսաստանի համար նայեք, Բորիս, անհանգստություն։ ասենք հասարակության մեջ կա X%, որը առավելագույնը կարողանում է Այդ իրենց բավարար։ չէ, 10-ից ուշանալու համար հորինել 4 տալ։ Ավելի ինտելեկտուալ, ասենք, խելքին մոտ բան այդ մարդիկ անկարող են հորինել։ Դրա համար դա իրանց համար լրիվ նորմալ է։ Իրանք ընտրում են ըստ ինտելեկտի նաև։ Այն ինչ որ իրանց ընկալելի է։ Հավատացեք, եթե ասենք այստեղ հայտնվեին համաշխարհային քաղաքական մասշտաբի գործիչներ, Ինքնասպան կլինեն։ չէ, Լիկոան Յու կամ չգիտեմ ով, ասենք, ու փորձեն այս հասարակության ինչ որ բան բացատրել, այդ մարդիկ անկարող էին ընկալել։ Դրա համար Լիկոանյուն շատ ազնիվ կերպով ասել է, որ մենք պետություն կառուցելուց չենք նայել մարդիկ ինչ են ուզում։ Մենք իմացել ենք ինչա պետք պետություն կառուցելու համար եւ կառուցել ենք։ Դա նույնն է, որ մարդը գնա հիվանդանոց, բժիշկը հիվանդից հարցի, քեզ ոնց բուժենք։ Բժիշկը գիտի ոնց բուժել, կբուժի վերջում գողքն։ Այո, որովհետեւ եթե դու հիվանդից հարցնես, բարձա որ դու ուրեմն բժիշկ ես, մեկ, երկրորդը դու դրանով կսպանես հիվանդին, որովհետեւ հիվանդը բժիշկ չի։ Ինքը կսկսի իր ֆանտազիաները կյանքի կոչել։ Հիմա այս մարդիկ, քանի որ բժիշկ չեն, Արամ Զավենի Սարգսյանը եւ այսօր քաղաքական դաշտում բազմաթիվ այլ անձիկ, իրանք ըստ իրանց ինտելեկտի ներկայացնում են այդքանը եւ գտնում են իրանց հասարակական հատվածին, որը կարողանում է այդքանը ընկալել, նման է իրանց մտածելակերպով։ Հասկանու՞մ ես, Բորիս, սա է ողջ խնդիրը։ Իրանց համար այդ մարդու ասածը հոգեհարազատ է։ Ավելի բարդ բաներ իրանք անկարող են ընկալել։ Նայեք, ու այդ մարդկանց փրկությունը ինչու՞մ կլներ, որ եթե դու անկարող ես ընկալել, դու բայց հասկանաս, որ կան ավելի խելացիներ եւ փորձես, այսպես ասած, քայլել այդ խելացիների կողքից։ Մարդ ես կարող է ժամանակի ընթացքում աճես։ Այստեղ համաձայն եք, որ մեդիաների դերն է կարևոր։ Նայեք, Բորիս, բայց ինչքան այդ տգետներ կան, էկրաններից չեն իջնում։ Քաղաքացին ինչ անի։ Քաղաքացուն, եթե մեկին հրավիրում ես հարցեր ես տալիս, մարդը էկրանից եկող նայում ես, ուրեմն արժանի է, չէ՞, որ իրեն հարցեր են տալիս։ դե դա էլ կա իհարկե։ Դա էլ կա, Բորիս։ Այդ զանգվածային մեդիաների միջոցով փորձում են ստեղծել այս մարդկանց ինչ-որ խելացի կերպարներ։ Մինչև հիմա, ասենք, նայեք, օրինակ սովետի ժամանակ, չէ, սովետի ժամանակ, մարդիկ զանգվածային ուրեմն հավատում էին հերոստատեսությանը եւ իրանց համար նոնսենս էր, որ հերոստատեսությամբ կարող են սուտ ասել։ Հիմա բազմաթիվ մարդիկ այդ նույն ձևով ֆանատիկորեն իրանց չես կարող դու բացատրել, որ ինտերնետում կարող է լինել սուտ կամ այսօր հերոստատեսություն հանեն դեբիլի։ Ասում եմ, դե եթե հանել են, ուրեմն գրագետ է, չէ։ Այդ մասով լրիվ ճիշտ։ Ես հանրային հերոստատեսությունն էի նայում 2023 թվականի մի թողարկում, որտեղ Պետրոս Ղազարյան հաղորդում բացում ասում է այսօր քննարկելու ենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտը եւ մեր հյուրն է տեխնիկային թատրոնի տնօրենը։ Ասես լավ ախպեր, դու քեզ չես հարգում, այդ մարդկանց էլ չես հարգում, որ լսում են։ Տեխնիկային թատրոնի տնօրեն ինչ կապ ունի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ։ Բայց քաղաքացին նայում է հոյս հարցերը չի տալիս, ասում է դե ուրեմն գիտի չէ որ եկել է Դե հարցերին այո, այդ մասով ճիշտ եք, իհարկե։ Այստեղ մեծ դեր ունեն այո ԶԼՄ-ները, որոնք առավել եւս պետականները, որոնք խաղացնում են այս օրակարգերը։ Շատ լավ, մենք վերջերս էլի իմ սիրելի հերոսներից մեկը մի 2 ժամ ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանը եւ շատ դրվագներ չառանձնացնեմ, բայց գիտեմ նաեւ այդ իր պատասխաններում ձեր վերլուծություններին էր պատասխանում, մեր թողարկումներից մեկին էր պատասխանել, բայց համոզիչ չէր, ասիկա նոր կեղծիքներ, նոր բաներ էր առաջ բերում եւ մեկը մենք առնվազն բացահայտեցինք, հրապարակեցինք, Ինչն է խանգարում այս մարդուն եւ Հայաստանի քաղաքական դաշտում շատ շատերին ոչ թե ասենք բանից անտեղյակ ուսանողների հետ հարցը քննարկել, այլ մասնագետների, լրագրողների հարցերին պատասխանել
ի վերջո այն լրագրողների կամ այն վերլուծաբանների, որոնք այդ հարցերը բարձրացնում են, հա։ Չէ՞ որ դրանով չի ստացվում ջրել մի խոսքով այն հարցերը, որոնք ուղղված են իրեն։ Եթե նկատի ունեք վերջի այս հանդիպումը ուսանողների հետ, հա, ոնց ասեմ, էլի, որից եթե անցկացվի Գյուլնաստատու անվան հեքիաթների մրցույթ, առաջի 5 տեղերը, ոչ թե առաջի տեղը, այլ առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, 5-րդը առնվազն կտաներ Սերժ Սարգսյանը։ Եվ այդ մրցույթը կփակվի, որտեղ անիմաստ կլինի ամեն տարի նույն մրցանակները տալ նույն։ Ընդ որում, գիտեք, եթե ասենք ուշադիր նայեք այդ տեսակրությունը, ինչն է շատ այսպես կոմեդիայի ժանրից, նայեք, ինչքան հասկանում եմ, այդ ինչ որ համալսարան ասելով քաղաքացիական նախաձեռնություն, ինչ որ քաղաքացիական դասընթացների բան, հա, ինչ որ նախաձեռնություն է, որը ակնհայտորեն իմ պատկերացմամբ ֆինանսավորում է հենց այդ ճամբարից։ Ու այնտեղ ուրեմն այս երեխաներին գլուխը լցրել էին այն վարկածները, որը Սերժ Սարգսյանը իր իշխանության ժամանակ երբեք անձամբ չէր ասում, բայց իր ԶԼՄ-ները մշտապես տարածում էին։ Ու հիմա այս երեխաներն էլ վստահ որ դա է իրականությունը, այդ հարցերը տալիս էին Սերժ Սարգսյանին եւ ընկնում բավականին տհաճ իրավիճակի մեջ։ Մասնավորապես, այսպես ասած, քար էին գցում Լևոն Տեր-Պետրոսյանի բոստանը, որին մշտապես Սերժ Սարգսյանի ԶԼՄ-ները իր իշխանության ժամանակ թիրախավորում էին, մեկ էլ պարզվում էր, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ միայն գաղափարական որևէ տարաձայնություն չունի, այլ ասենք, նայեք, ինչ ասում է, հա 2016-ին հանդիպել եմ, խորհուրդ եմ հարցրել, ինչ վատ բան է։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը առաջինը, դա այսպես կարելի ասել Սերժ Սարգսյանի խորհրդատուն է եղել։ Երկրորդը ասենք 98 թվականի հեղաշրջման հետ կապված, ասում են դե բոլոր թիմում էլ կային տարաձայնություն, հասկանում եք, տարաձայնությունը չի բերում, չէ, հեղաշրջման։ Հիմա ավելին, եթե տարաձայնությունը նշանակողի եւ նշանակվողի միջև է, նշանակվողներն են հեռանում, ոչ թե նշանակողը։ Նայեք, Բորիս, բարձումը, ասենք եղել է ինչ որ ասենք տարաձայնություն, գնացել հեղաշրջում են արել, այդ մարդուն գցել են։ Հասկանում եք, Բորիս, այսինքն նայեք, հա 18-ին էլ Նիկոլ Էտեն ինչ որ տարաձայնություն։ Նայեք, Բորիս, մինչև վերջ միտքս ավարտեմ, հետո ասենք նայեք, նույն Արթուր Բաղդասարյանի հետ կապված Բարձրաց Արթուր Բաղդասարյանը լրիվ նորմալ կերպարա իսկ այդ մարդուն թիրախավորել է։ Բրիտանիայի գործակալ էր ասել։ Չէ, նայ Բորիս, խնդիրը որն է։ Այդ ուսանող երեխաները իմ ու քո հետ չեն շփվել։ Այդ ուսանող երեխաները շփվել են ինչ որ ասենք կլաստերի հետ, ովքեր Սերժի կարելի ասել նույն պատվերով, սրանց ուղեղը լցրել են Սերժի ժամանակվա բոլոր ԶԼՄ-ներում պատտվող նարատիվները, բայց որը Սերժը անձամբ կարելի ասել թքած ունի այդ նարատիվների վրա ու ոչ թե անգամ թքած ունի, ինքը հակառակ կարծիքի է, ուղղակի հասարակությանը մոլորեցնելու համար 10 տարի եւ ավել այս նարատիվները կերակրել են մարդկանց։ Ներողություն արգիշտ, այստեղ մի հավելում անը։ Բոլորը կհիշեն, ովքեր հետևում են քաղաքական process-ներին, 2008-9 թվականներին YouTube-ում տարածում էր Տեր-Պետրոսյանի մասին ակնհայտորեն ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութ, հա, ինչ-որ խրոխտ ձայնով, որ ինքը թուրք է։ Թույլ ավարտեմ, որ գործակալ է, թուրք է, որ ուղարկվել է Հայաստանը քանդվի։ Հիմա Սերժ Սարգսյանը դրա հակառակն է ասում։ Ես հիմա վախենում 10 տարի հետո Նիկոլի մասին ասի, Նիկոլը ճիշտ է, հանրապետականները, մեր մեդիաները ասում են, որ դավաճան, բայց դավաճան չի, այդտեղ են լրիվ ուրիշ բաներ ուզում անել։ Նայ Բորիս, խնդիրը հենց ինչի եմ ասում, սա կոմեդիայի ժանր է։ Գլոբալ առումով, ոնց որ իրանց իշխանության ժամանակ երկար տարիներ այդ մարդիկ իրանց ԶԼՄ-ների միջոցով այլասերել են հասարակության միտքը, հիմա էլ դրած այս ուսանողների միտքն են այլասերում, ու որոնք
կոպիտ ասած գնալով հանդիպելով պապայի ոչտի հետ իրանց ականջով հասկացան, որ իրանց գլուխը թեփ են լցրել։ Եթե իրանք այդ ուսանողները խելք ունենան, իրանք այս հարցերը պետքա բարձրացնեն իրանց հենց տեղում, եթերում, այդ հանդիպման ժամանակ շուռ գային, ասեն, բա մեզ կոնկրետ էս մարդիկ են մեզ ասենց բան բացատրել։ Որտեղից էս երեխան 20, 22, 23 տարեկան կամ 25 տարեկան գիտի սրա մասին։ Այն մարդկանցից, ում ինքը գնացել այսպես ասած այդ համասարան կոչեցյալը դասախոսության եւ իրանց ուղեղը լցրել է։ Իրանք պետքա շուռ գային, ասեն, որ գիտեք այս նույն Լևոնի մասին մենք էս մարդիկ են մեզ ասել։ Նույն Արթուր Բաղդասարյանի մասին էս մարդիկ են մեզ ասել։ Սրա մասին էս մարդիկ են մեզ ասել։ Հասկանում եք, ոնց է տեղի ունենում հասարակության, առավել եւս երիտասարդության այլասերումը։ Այս սենց է տեղի ունենում։ Որ մարդկանց կերակրել են ինչ որ ինչ ժամանակ մի բարկացով, իսկ պարզվում է այն ոչը, որը ֆինանսավորում է այդ process-ը, Վարկածների տարածումը։ վարկածների տարածումը, լրիվ ուրիշ կարծիք ունի, հասկանում ես։ Նման նոնսենս շատ բարդ է պատկերացնել։ Սրա մասին կարելի է ժամերով խոսալ, բացատրել, կետ առ կետ։ Այդ հաղորդումը դնել ու կետ առ կետ բացատրել։ Այդ դրանով կարող ես դու հասկանալ ինչ է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի ողջ իշխանության ժամանակ։ Որտեղ ողջ իշխանության ժամանակ այո, հասարակությանը կերակրվում է լրիվ ուրիշ հեքիաթներով, իսկ իրանք դավանում էին լրիվ այլ բան։ 10 տարի եւ ավել իր իշխանության ժամանակ այո Սերժ Սարգսյանը կերտում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հրեշավոր այսպես հայկական, հակաարցախյան, դավաճանական կերպարը, ու պարզվում է ինքը գնում է նրա տունը խորհրդի։ Պարզվում է, որ ինքը Տեր-Պետրոսյան թիմակիցն է։ Դե գիտեք ոնց է, գլոբալ առումով դա բոլորն էլ գիտեին, հարցը դա չի, բայց այդ պարագայում դու ինչի ես այդ մարդուն սարքում հրեշ, շարքային հասարակության աչքում։ Առաջի օրվանից ասեիդ մարդա, որից մենք վերջում խորհուրդ ենք հարցնելու։ Ունեք աբսուրդը։ Ու նույնը ասենք Արթուր Բաղդասարյանի հետ կապված տեղի ունեցավ։ Նույնը ասենք մնացած իր մտքերում, ասենք մոռացել է, որ ասենք հենց Նիկոլ Փաշինյանի բաներից մեկը, մշտապես կրկնվող մտքերից մեկը, որն է, որ ամբողջ հասարակությունը արդեն անգիր է արել, չէ, որ 2018 թվականին ազգային ժողովում Սերժ Սարգսյանը կանգնել եւ ասել է, որ Արցախյան բանակցությունները մտել են փակուղի։ Այդ տեսագրությունը հաստատապես տեսել են բոլորը Հայաստան։ Դրանից հետո կանգնել այդ ուսանող երեխաներին ասել, որ 18 թվականին շատ հոյակապ բանակցային իրավիճակ էր մեր դիրքերը։ Հետո մեղադրել ներկայիս իշխանություններին, որ գիտեք ինչ կա, իրանք մոլորեցնում են հասարակությանը։ Այո, ներկայիս իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը, բայց դուք ինչով եք զբաղված։ Դու ուղակի գիտեք ոնց է, ներկայիս իշխանությունները կարելի ասել գոնե մի քիչ ավելի պրոֆեսիոնալ են մոլորեցնում հասարակության, քան թե դուք, որոնք ապաշխարա եք փորձում մոլորեցնել հասարակությանը։ Թե չէ մնացած առումով մոլորեցնելու առումով որևէ տարբերություն որպես այդպեսին չկա։ Այնտեղ մի դրվագ էլ կար, կուզեի դա էլ քննարկենք։ Երբ ուսանողներից մեկը հարցնում է, թե ինչու ռադիոտուն մտած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, ասում է, որ ճուզեցանք կրքերը բորբոքել, եւ որոշեցինք, որ Նիկոլը չձերբակալվի, հա։ Դա տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Սերժ Սարգսյանը ապրիլի 14-ին 2018 թվականի եղել է բացառապես հանրապետականի նախագահ։ Պետական որևէ լիազորություն չի ունեցել։ Ոնց է ինքը որոշել, որ Նիկոլին չձերբակալեն, եթե ինքը իրավունք չի ունեցել հրահանգ տալու ոստիկանապետին, ԱԱԾ-ին, այսինքն այստեղ համանդրական կարգի տապալում է ոնց որ տեղի ունեցել, կամ ինքնիրավչություն,
երբ թե դու իրավաբանական առումով ավելի ճիշտ կձևակերպես, որովհետև փաստորեն երկրում որևէ կարգավիճակ չունեցող մարդը կայացրել է որոշում, որը բերել է աղետալի հետևանքների։ Նայ Բորիս, գիտեք ոնց է, ուրեմն մարդը, որ ինչ որ ասենք ժամանակին սուտ է ասում, հետո դա մոռանում է։ Եթե դուք այս հարցը տային ուրեմն Սերժ Սարգսյանի 2018 թվականի սեպտեմբերին, ասենք աշնանը, ինքը հաստատապես կհիշեր, որ այդ ժամանակ ինքը պաշտոն չի ունեցել ու կասեր ես կապ չունեմ։ Բայց անցել է ժամանակ։ Ինքը դա հիշում է, որ ինքն է իրական իշխանություն եղել։ Այո։ Անում է, կապ չունի, որ պաշտոն զբաղացրել է, չի զբաղացրել։ Մնացածը բուտաֆորիա են եղել։ Եվ ըստ դրա էլ ինքը չի կարողանում, էլ չի պատասխանում, որ ես կապ չունեի։ Ու տալիս է, ոնց ասեմ, ինքնախոստովանական ցուցմունք, այսպես ասենք։ Բայց ակնհայտորեն այդտեղ կա, չէ՞։ Չէ, դե ասում եմ, տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, ավել ոնց ասի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյան լիներ այսպես պետության ներկայացուցիչ, իշխանության կրող, եւ սա էլ լիներ իրավական պետություն, քրեական գործ պիտի հարուցվեր։ Դե Որ ինչ որ մարդ որևէ պաշտոն չի ունեցել, որոշում է կայացրել։ նայ Բորիս, Այսինքն դա էլ է ցույց տալիս, որ Հայաստանը նաև այն ժամանակ սահմանադրական պետություն չի եղել, այսինքն եղել է սահմանադրություն, եղել են օրենքներ, նախատեսված գործողություններ կան, իրավապահները հո չէ ենթադրում այստեղ էս անեք ամեն ինչ կանոնակարգերով գրված է, որ պետական շենքի գրավման դեպքում այդ մարդիկ պիտի ձերբակալվեն, բերման ենթարկվեն, հետո եթե падգամավոր է, քան որ հանցագործության վայրում է ձերբակալվել, կարող են տանել կալանավորել, շատ ու հետո դիմել ԱԺ-ի։ Այսինքն ամեն ինչ օրենքով գրված է, բայց փաստորեն այդ սահմանադրությունը, օրենքները, գործունեությունը կասեցրել է մի մարդ, որը ոչ մի պաշտոն չի ունեցել։ նայ Բորիս, ասենք միայն նախկին իշխանությունների կողմնակիցներն են, որ փորձում են հասարակությանը համոզել, որ մինչև այս իշխանությունները եղել է սահմանադրական կարգ, չգիտեմ ինչ որ մի հոյակապ պետություն, մի հրաշալի, այսպես ասած, բանակ, հզոր տնտեսություն եւ այլն։ Ես կարճ մի անգամ ձևակերպումը տվել եմ, որ նախկինում եղել է բալագան բարդակ Արցախով, հիմա բալագան բարդակը առանց Արցախի։ Ընդամենը տարբերությունը սա է։ Կանում է գլոբալ առումով տարբերությունը սա է։ Հիմա նաև ամփոփելով մեր զրույցը, մենք միշտ այդ մտահոգություններ ունենք։ Մի կողմից իշխանությունը իր ստերով, կեղծիքով, կեղծիքի մեքենաներով, իշխանական ապարատով, մյուս կողմից ընդդիմության այս զգալի մասը, որ էլի նույն որակական հատկանիշներով, բայց շատ փողով, հա, հասարակության համար քիչ շանս է մնում իրավիճակը ճիշտ գնահատելու, հա, որովհետև ասենք հանրային հեռուստաընկերությունը ձեզ չեն հրավիրում, հանրային հեռուստաընկերություն օրինակ արգելված է ինձ հրավիրել, Բայց Վերջերս մի պատմություն էր եղել եւ հանրայինը շատ ուղիղ ասել էին, ու երեք հյուրի էին փորձել հրավիրել, այդ թեմայի առնչվող նաեւ իմ գործունեություններ ասել էին, ու բացի Բորիսից ում ուզում եք ասեք։ Այսինքն լիքը մարդիկ հանրայինում, որոնք կարող են առողջ միտք ասել, այդ մարդիկ արգելված են հանրային։ Ընդդիմադիր մեդիայում էլ են արգելված։ Իշխանական մյուս մեդիաներում էլ են, այսինքն եւ ընդդիմադիր մեդիաներից գալի մասը եւ իշխանական մեդիաների ամբողջությամբ, իշխանության ներկայացուցիչների ամբողջությամբ զբաղվում են հանրության մոլորեցմամբ։ Այս բարդ իրավիճակում ես դժվար եմ պատկերացնում հանրության համար լավ ելքի հնարավորություն։ Նայ Բորիս, դուք ասում եք իշխանական հեռուստատեսություն, որ ինձ չեն հրավիրում, բայց ինչի իշխանական մենակ։ Նայեք, ինձ երբեք որպես վերլուծաբան չեն հրավիրել իշխանական հեռուստատեսություն, երբեք որպես վերլուծաբան չեն հրավիրել դաշնակցական հեռուստատեսություն, որպես վերլուծաբան երբեք չեն հրավիրել, ասենք, Բարգավաճ Հայաստանի կենտրոն հեռուստատեսությունը, որպես վերլուծաբան երբեք չեն հրավիրել Սերժ Սարգսյանի եւ իր թիմակիցների հետ կապված, որ չէ, մի անգամ իշխանապողությունից հետո, մի անգամ 18 թվականից հետո հրավիրել են Առնյուս, մի անգամ։
Երբեք ոչ Արմենիա, ոչ Շան, երբեք նման հեռուստատեսություններ ինձ էլ չեն հրավիրել։ Որտեվ առողջ մտքեր եք ասում, դա Հիմա արդեն նայեք Բորիս, այս կապակցությամբ, այո, դուք ճիշտ եք, որ հասարակությանը շատ քիչ հնարավորություն է մնում, եւ ես դրա համար էլ երբեք հասարակությանը չեմ էլ մեղադրում։ Դուք տեսնում եք, ասենք կարող է ինչ-որ ասենք հումորներ բաներ անենք սոցիալական ցանցերում, բայց հենց որ հերթը հասել է լուրջ քննարկման, ես միշտ բացատրել եմ, որ սա իշխանական դասի, այսպես ասեմ, այսպես էլիտա կոչեցյալների, ճակերտավոր էլիտա կոչեցյալների խնդիրն է, որ այս երկիրը այս վիճակում է։ Սա հասարակության խնդիրը չի։ Հակառակը ես շատ դժվար եմ պատկերացնում, որ մի հասարակության վրա այսքան փորձություններ կատարեն եւ այդ հասարակությունը ձգեր։ Վերջի վերջո հայ ժողովրդի գլխին այս փորձությունները նոր չի, այս 30 տարին չի մենակ։ Մի ուրեմն կարելի ասել 50 տարի էլ մինչև 1920 այո խորհրդային կարգերի հաստատումն է մի 50 տարի էլ եղել։ Ու խորհրդային կարգերը ինչ որ ասենք պաուզա տվեցին այդ առումով եւ դրանից հետո նորից նոր տեմպով նոր դեմքերով Այսինքն դա հենց շարունակվեց։ մենք մեզանով ենք մնում, մեզ վարի ենք տալիս։ Ես այդ եմ հասկանում։ Դե գիտեք ոնց է, հենց որ ոչ թե մենք մեզանով ենք մնում, մեզ վարի են տալիս։ Եթե քո այսպես կոչված ճակերտավոր էլիտան նման է, դա բոլոր ազգերին է վերաբերվում։ Ազգի վիճակը նման այս ձևով է լինում, ինքը չի կարող ուրիշ ճակատագիր լինի։ Բազմաթիվ ազգեր, որոնք ունեցել են նման անգրագետ եւ ագա էլիտաներ, իսկ բնորոշումը սա է այս էլիտաների։ Իրանք այս վիճակում են հայտնվել։ Շնորհակալ եմ Արգիշտի հետաքրքիր քննարկման համար։ Ես շեշտեմ զրուցում եմ վերլուծաբան Արգիշտի Կիվիրանից, տեսություն կհանդիպենք։